դավաճան։ Այս պրիզմայից ոչ մի կերպ դուրս չեկող ընդդիմադիր լրատվականները հաճախ, ինչն ամենահետաքրքիրն է, բայց այս ընդդիմադիր լրատվականները չեն խորշում խոսելուց ատելության խոսքի տարածման մասին։ Ու դե ատելության խոսքի տարածման մեջ մեղադրում են այնպիսի լրատվականների, որոնք դրանով աչքի չեն ընկնում երբեք։ Այ մասնավորապես վերջերս Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները ակցիա են անում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության մոտ Սամվել Շահրամանյանի դեմ։ Մենակ տեսնեիք, թե ընդդիմադիր լրագրողները ինչպես էին խոսում այդ մարդկանց հետ։ Ուղղակի տեսնեիք։ Ընդամենը նրա համար, որ այդ Լեռնային Ղարաբաղի կոնկրետ այդ քաղաքացիները իրենց քաղաքական օրակարգը չեն սպասարկում։ Իսկ ո՞րն է իրենց քաղաքական օրակարգը։ Տանել միկրոֆոնը դեմ տալ ինչ-որ մի հատ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածի, խնդրել, համոզել, չգիտեմ ինչ եղանակներով բան անել, որ մաքսիմալ ատելությամբ լի վերնագիր ստանան այդ մարդուց իշխանությունների նկատմամբ։ Հողեմ, անիծեմ, թաղեմ քեզ, երեխեքիդ, կնոջդ, հողեմ, թաղեմ, անիծեմ։ Նմանատիպ բառապաշարով վերնագիրը ստանա, այդ վերնագիրը տեղադրեն սենսապար դեմքերով, հետո այդ վերնագրին ի պատասխան ակնհայտ է, որ ատելության խոսքին ի պատասխան հասարակության շերտերը պատասխանելու են ատելությամբ, այդ տենց չգրված օրենքը, շատ վատ է ու ես դա դատապարտում եմ, բայց այդ վերնագրին ի պատասխան քաղաքացիների կողմից հնչածը գան ու սենց դատապարտեն լուրջ դեմքերով, էլի սենց ոնց որ մարդու իրավունքների եվրոպական դատարանից հենց նոր դուրս եկած սենց սպիտակ օձիքով մարդկանցից բան անեն, մարդկանց դեմքով սենց դատապարտեն, այ ատելության խոսք է տարածում, դուք եք տարածում այդ ատելության խոսքը, ձեր լրատվականներն են տարածում այդ ատելության խոսքը, ամենօրյա ռեժիմով են տարածում այդ ատելության խոսքը, ու մեր քաղաքացիները դրանից պաշտպանվելու ինչ-որ մի միջոց պետք է գտնենք, մենք պետք է գտնենք, որտեղ սա աննորմալ է, այս մակարդակի ատելության խոսք, ես ձեզ անկեղծ եմ ասում, ուղղակի նայեք, քանի լրատվական է բացել ընդդիմադիր բանը, այդ մեդիա, չգիտեմ էլ ինչ, մեդիա կոնգլոմերատը որպես այդպիսին, տոննաներով, միլիարդների փող է ծախսում, 90% իհարկե ոչ օրինական գրանցված է, լրագրողների 90%-ին իդեպ սևով են գրանցում ու Գիտեմ ոնց են փողը տալի, որին նայես նվազագույն աշխատավարձով է գրանցված, ես ձեզ անկեղծ եմ ասում, նվազագույն աշխատավարձով ոչ մի լրագրող միկրոֆոնը չի վերցնի ու գա ազգային ժողով, դա անհնար է ուղղակի։ Հարկերը թաքցնում է, սևով փողը տալիս են գրպանները, ատելության խոսք են պահանջում։ Էդ է պահանջը, գնացեք, սևացրեք, ցեխոտեք, ատելության խոսքը տարածեք, դա է։ Միակ նարատիվը էդ է։ Ու մի հատ էլ այստեղից գալիս են ասում են, բա իշխանական քանի լրատվամիջոց գիտեք, ժողովուրդ ջան։ Դաշտի 90%-ը ձեր ձեռն է, ձեր քաղաքական առաջնորդների ձեռն է, որը բացում ես ատելության խոսք, ասենք ձեր լրատվամիջոցներով, հարգելի պատգամավորներ, ընդդիմադիր պատգամավորներ, ձեր լրատվամիջոցներով, ընդդիմադիր լրատվամիջոցներով վերնագիր է տարածվում։ Ազգային ժողովում լիքը դեպուտանկաներ կան, կներեք արտահայտությանս համար, ձեր մեդիան է, ձեր մեդիայի դեմքն է, հասկանում եք։ Ինչ եք ուզում դուք, ինչ եք ուզում, ինչ եք տվել, որ չեք առել, ինչ եք ուզում հասնեք դրանով, ում եք ուզում ինչ հասկացնեք, թուրք դավաճան, բանի պես սենց կրկնում են ու իրանց թվում է, թե սենց անընդհատ կրկնելով այդ նստվածքը տալու է մարդկանց մեջ, բայց ամեն ինչ իրա չափն ունի, հարգելի գործընկերներ, ամեն ինչ իրա չափն ունի, սուտն ու կեղծիքը ամենօրյա բան է դարել ընդամենը, ընդդիմադիր ամենահայտնի լրատվամիջոցներից մեկը Գյումրու ընտրություններից առաջ վերնագիր է տալի, ՔՊ-ի ներքին հարցումներով Սարիկ Մինասյանը 4-ն է, ՔՊ-ն խոճապի մեջ է։ Սարիկ Մինասյանը երբեք 4-ը չի եղել մի հարցում, որով Սարիկ Մինասյանը առաջի տեղում չլինի։ Հիմա հարց, ինչքան փող եք տվել, որ լրատվականը տենց վերնագիր գրի։ Ինչի համար է լրատվականը այդ կեղծ վերնագիրը գրում։ Ինչի դիմաց է այդ կեղծ վերնագիրը գրում։ Ընդդիմադիր մեդիան սենց ստի ասեղի վրա նստացրած ու ատելության ասեղի վրա մարդկանց նստացրած։ Այն անդիմության մի ներկայացուցիչը տոննայով կակայինը բերում է, այն մեկն էլ սուտն ու կեղծիքն ատելությամբ մեդիաներով է տալի, էլի, ասեղա, որ սարքել է կոնկրետ։ Հետո այստեղ ատելության քարոզ։ Ձեզնից լավ ատելության քարոզ ձեր լրատվականները նայեք մի հատ։ 800, ես իմ քանի հատ ընդդիմադիր լրատվական կա, առհասարակ այդպես բան եղել է Հայաստանի պատմության մեջ, որ այդպես 3-4 հատից ավել ընդդիմադիր լրատվական է։
Դաշտի 90%-ը ընդդիմադիր լրատվականներն են, 90%-ով հալալ բոլորով 100%-ը ատելության քարոզը, մաքրամաքուր ատելության քարոզը, վիրավորանքը ամենանողկալի ու ամենափողոցային ձևով, ամենափողոցային բառապաշարով ուղղակի։ Ու այստեղ գալի ատելությունից են խոսում, այս մի բանից են խոսում, այն մի բանից են խոսում։ Հարգելի եւ սիրելի քաղաքացիներ, ես ձեզ կոչ եմ անում ու ես ձեզ խնդրում եմ ինքներդ ձեզ ազատել այդ ատելության խոսքից ու ապատեղեկատվությունից։ Ուղղակի մի հետևեք այդ լրատվականներին ու մի փչացրեք ձեր նյարդերը։ Սա ինչի եմ ասում, որտեվ ամեն երկրորդ քաղաքացին ասում, խիչեք դրանց փակում, խիչեք դրանց որջերը փակում։ Ես իհարկե բացատրում եմ, որ կա խոսքի ազատություն, որ չի կարելի, որ եւ այլն, բայց մարդն ասում է դուք հասկանում եք, չէ՞, իրանք ինչ են անում։ Շատ հաճախ այս վերջերս մի մարդու հանդիպել, ասում է դաշնակները անում են նույն բանը, ինչը որ արել են հոկտեմբերի 27-ից առաջ, ինֆորմացիոն նախապատրաստություն։ Ես ասում ես լավ։ Ու իրականությունը հենց այն է, հարգելի քաղաքացիներ, որ ատելության այդքան խոսքը, այդ ամբողջ մաղձը, որ թափվում է որպես այդպիսի, դա պատահական չի ու պատահական լինել չի կարող։ Այդքան փող հենց այնպես ոչ մեկ չի դնում ինչ-որ բանի մեջ։ Այդքան փող, որ ծախսվում է Հայաստանում ընդդիմադիր մեդիայի վրա, ես ձեզ ասում եմ, եթե ժամանակին ծախսվեր Հայաստանի վրա, կարող է առհասարակ Հայաստանի քաղաքացիները շատ էլ գոհ լինեին նախկին իշխանություններից։ Դուք չեք պատկերացնում անկեղծ թե ինչքան ծախսատար բան է այդքան մեդիաներ ունենալ։ Օրինակ մեր կուսակցությունը ունի օրինական գրանցված լրատվամիջոց, որը եւ աշխատում է համապատասխան գումարներով, որոնք որ բաց եւ թափանցիկ կերպով փոխանցում են այդ լրատվամիջոցին։ Բայց ընդդիմադիր լրատվականները դուք ուղղակի նայեք, ես ուղղակի Պեկին էլ եմ կոչանում, ասում եմ, մի հատ ուղղակի մտեք ստուգեք։ Ցանկացած լրագրող որ տենում եք, հարցրեք դուք որտեղ եք գրանցված եք, արդյոք ու ինչքան աշխատավարձ եք ստանում։ Սեյվով բոլորը 90%-ը սեյվ, լրատվամիջոցի փողերը որտեղից, հարց, որտեղից լրատվամիջոցի փողերը, լրատվամիջոցը կարա գումար աշխատի գովազդներով, հարց չկա, որտեղից այդ գովազդները, կան այդ գովազդները, հաստատ կան, քանի դիտման համար այդ գովազդները, այդ ֆիկտիվ պայմանագրերի ձևն էլ գիտենք, էլի տեսել ենք, էդ էլ ենք տեսել, ասենք քանի դիտում եք հավաքել, որ այսքան փող եք ստացել, չկա այդ գումարը, հասկանում եք, կա քաղաքական փող, կոռուպցիայից գոյացած, ինչու՞ չէ նաև տեղ-տեղ թմրամիջոցների վաճառքից գոյացած, դե այդ ամեն դեպքում այդ 800 կիլո կոկայինը անիմաստ չէին բերում երկիր։ Ու այդ փողը ներդնում են ընդդիմադիր մեդիայի մեջ, որպեսզի մեզ ասեն թուրք ու դավաճան, որպեսզի Հայաստանի Հանրապետության 680,000 քաղաքացիներին ասեն թուրք ու դավաճան։ Ու սրա վերջը պետքա տալ։ Ես չգիտեմ ոնց, բայց ես վստահ եմ, որ սրա վերջը պետքա տալ։ Իհարկե ոչ այնպես, ինչպես Ռոբերտ Քոչարյանը տվեց ԱՄԵԿ+-ի վերջը, բայց ես կարծում եմ դրա վերջը պետքա տալ ուղղակի օրինական, օրենսդրական որոշակի փոփոխություններով, որոնք կպարտադրեն, որ նարկոբարոնների ու կոռուպցիայի գոյացած փողերը լրատվական դաշտից հեռու մնան, որովհետև